Okay, հարազատներս, ուրեմն մեզ հարկավոր է լինելու կաղամբ, բնականաբար, հարկավոր է լինելու կարմիր, քաղցր պղպեղներ, ձեթ, շաքարավազ, աղ եւ դափնու տերևներ եւ խոշոր պղպեղ։ Առաջին ինչ ենք անում, մեզ հարկավոր է կաղամբը մանր, շատ մանր կտրատել։ Տարբեր ձևով կարող ենք եւ սենց մանր կտրատել եւ կարող ենք, եթե այս նմանատիպ գործիք ունեք դուք, կարող եք եւ դրանով էլ անել տանը, չգիտեմ։ Օրինակ մի քիչ առաջ ես փորձում էի, ուզում էի հասկանալ արդյոք հնարավոր է, լինում է ինքը, բայց ուղղակի ավելի ինձ թվում է դանդաղ է լինելու։ Հիմա ցույց կտամ, թե ոնց է կտրատում, շատ բարակ է լինում ու շատ նուրբ։ Բայց ինձ թվում է դա բավական ժամանակ ինձանից կտանի, երևի ես ավելի արագ կկտրտեմ դանակով։ Կարծում եմ սա ավելի շատ ժամանակ տանող է ինձի։ Եվ անցնեմ դանակով հիմա։ Ինչքան բարակ կտրտվեց, այնքան ավելի լավ բնականաբար։ Հիմա ուզում եմ ցույց տամ բարակությունը, վստահ եմ շատ մեր տանտիկիններ արդեն գիտեն, բայց որպեսզի պարզելնի, ովքեր նոր են, ովքեր ուզում են նոր պատրաստել, իրանց համար ավելի պարզ կլինի։ Բայց շատ համով է լինելու, դա հաստատ եմ ասում, ձեզ շատ դուր կգա։ Հարազատներս, եթե տեսնում եք, արդեն ինձ մոտ կեսից մի քիչ ավելն եմ ընդամենը կտրատել, ես անպայման ամբողջական բաղադրատոմսը կդնեմ ներքևը հատվածում, կնայեք դուք, ես ընդամենը կրճատում եմ, քանի որ արդեն գիտեք բոլորդ էլ, որ մեր ընտանիքը փոքր է, մենք շատ մեծ քանակով չեմ պատրաստում, որպեսզի շատ երկար չմնա, հետո կարողանամ թարմը նորից կպատրաստեմ, եթե կարիքը կլինի, ահա եւ վերջ։ Մեր կաղամբը արդեն կտրտված է, գազարը նույնպես արդեն կտրտել եմ ես, սա էլ գազարն է, կարող եք եւ գազարը քերիչով անցկացնեք, այդ խոշորով որ կա, դրանով անցկացրեք, եթե կալարեք, որ ձեռքով կտրտեք, ես փորձել եմ ձեռքով կտրտեմ, մերոնք սիրում են սենց, չգիտեմ, շատ այնց մանրացրածը չեն սիրում այդպես, բայց ինչ որ այա, հիմա։ Okay, ժողովուրդ ջան, գազարը օգտագործել ես ամբողջովին մեկ գազար ընդամենը, շատ գազար չէի դրել, բայց նորից եմ կրկնում, ամբողջական տարբերակը դուք կտեսնեք բաղադրություններ հատվածում, այնտեղ կդնեմ, որպեսզի ամբողջականը դուք ունենաք։ Ջուրը արդեն դրել եմ եռալու, մոտավորապես 1 լիտր ջուր է գնալու։ Մեզ հարկավոր է եռացրած ջուր։ Եվ վերջի հատիկը էսեր։ Սա էլ մեջտեղից կիսեմ, որ շատ մեծ չլինի։ Եվ մեզ հարկավոր է լինելու սխտոր։
Սխտորը չենք ճզմում, կտրտելու ենք, մանր պետքա կտրտենք։ Բավական է։ Okay. Ինչ ենք անում ժողովուրդ ջան, հիմա ինձ պետք է էսի մի լավ տրորենք, սև պղպեղը ես դնում եմ հիմա մեջը, սա բավական է արդեն, դափնու տերև, աղը ջրի մեջ եմ դնելու արդեն, սա ուզում եմ սա մի լավ տրորեմ իրան, աղը չեմ ուզում դնեմ այստեղ, ջրի մեջ կդնեմ, որպեսզի ավելի ճիշտ լինի, իրան մի լավ տրորեմ սենց հիմա, Եթե ուզենաք կարող եք և նաև աղը դնել այստեղ, ինքը ջուրը դուրս կտա, բայց ես չեմ ուզում այդպես անեմ։ Որ շատ չթուլացնեմ իրան։ Վերջ։ Ընտիրա։ Հիմա ջուրը բերեմ, արդեն եռացող ջուրն է։ Okay, հարազատներս, իմ ջուրը արդեն եռում է, եթե գոլորշից անգամ կնկատեք, ուրեմն ջրին դնելու եմ ես 2 ճաշի գթալ աղ, ուրեմն դնում ենք 4 ճաշի գթալ շաքարավազ, ինձ հարկավոր է լինելու 90 գրամ յուղ, ձիթայուղ, ձիթայուղ չէ, կներեք։ Ես ավոկադո եմ օգտագործում կամ բանջարեղային յուղ օգտագործեք դուք էլ, որը որ կուզենաք և ինձ հարկավոր է լինելու քացախ։ Կարող եք օգտագործել խնձորի քացախ և կարող եք օգտագործել բանջարեղային քացախ։ Հիմա սա մի լավ խառնում եմ և դնում եմ գազօջախի վրա ևս 1 րոպե եռալու ու հանեմ։ Okay, հարազատներս, մինչև այնտեղ կեռա, այս ընթացքում արդեն մենք կլցնենք մեր ամբողջական այս կտրտված կաղամբի և խառնուրդը ամբողջովին պետք է լցնենք բանկաների մեջ։ Սա ինձ մոտ 1 բանկա է, բայց բավական մեծ է լավ։ Դնում եմ մեջը։ Արդեն եռած, հիմա ջուրը լցնում ենք վրան։ Վերջ։ Սա էլ այսպես։ Հիմա դնելու ենք սա տանջերմաստիճանին, մինչև որ սառել է, որ կտեսնեք արդեն սառել է, դնում ենք սառնարանը և հաջորդ օրը արդեն պատրաստ է, կարող եք ուտել։